Շատ կասկածելի գործարքի ագնացի գործող իշխանությունը զուտ իր PR-ի համար որպեսզի ասի տեսեք։ Տեսեք, որ կարժենա 9 միլիարդ դոլար։ Էներգետիկ փորձագետների համոզմամբ միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև համագործակցության հայտարարություն ստորագրելը 9 միլիարդ դոլարով ավելացնելու է Հայաստանի պետական պարտքը։ Իրականության մեջ ոչ մի ներդրման մասն խոսք չկա։ Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը փշրում է ամերիկյան նվերների մասին հայկական պատկերացումները, երբ անգլերենից հայերեն պարզ թարգմանություն է անում։ Հստակ ասած, նրանք պատրաստվում են էքսպորտ անել, հենց այդ բառը օգտագործել։ Միացյալ Նահանգները պատրաստվում է Հայաստան արտահանել տեխնոլոգիաներ մոդուլային ատոմային կայան կառուցելու համար։ Ծրագիրը կարժենա 9 միլիարդ դոլար, որից 5 միլիարդը կայանի կառուցման համար, 4 միլիարդը ամերիկյան ուրանը Հայաստան բերելու եւ սպասարկման համար, մեկնաբանում է Մանվելյանը։ 4 միլիարդ դոլարը որ մասը խոսում էր, վեցից հստակ ասում է, խոսքը գնում է վառելիքի եւ սպասարկման մասին։ Քանի որ այդ տիպի կայանները մեր մասնագետները սպասարկել չեն կարող, ապա ժամանակ առ ժամանակ Միացյալ Նահանգներից պետք է գան մասնագետներ, որոնք սպասարկեն եւ պլյուս մնացած գումարը գնալու է դա այդ հարստացված ուրանի, որը պետք է օգտագործվի այդ ռեակտորի կառուցման մասին։ Հստակ է, Միացյալ Նահանգները 9 միլիարդ դոլար չի նվիրելու Հայաստանին, այո, ներդրումներ անելու է, բայց տեխնոլոգիաների տեսքով միլիարդները Միացյալ Նահանգներին վճարելու է Հայաստանի Հանրապետությունը։ Դա լինելով պարտք մեր վրա եւ մենք 5 միլիարդը ժամանակի ընթացքում պետք է փակենք։ Մանվելյանը նկատում է խնդրահարույց գործարք է, թանկարժեք ու անարդյունավետ։ 5 միլիարդ դոլար արժեցող մոդուլային կայանը առավելագույնը կարող է ունենալ 300 մեգավատ հզորություն, մինչդեռ 1200 մեգավատ հզորություն ունեն 5.5 միլիարդ դոլար արժեցող ռուսական ռեակտորները։ Մոդուլային կայանը հզորությամբ զիջում է նաև Մեծամորի ատոմակայանի 1 ռեակտորին։ Այսօրվա մեր գործող ռեակտորը 400 մեգավատ է։ Այսինքն 400 մեգավատը փոխարինել 300 մեգավատով շատ անիմաստ գործարք է։ Չի հոգնում կրկնել էներգետիկ փորձագետը, որ ամերիկյան մոդուլային կայաններ աշխարհի ոչ մի երկրում դեռ չեն կառուցվել։ Մի անհաջող փորձ եղել է Միացյալ Նահանգներում։ Կայանի աշխատանքը դադարեցվել է, երբ պարզել են, որ անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ամերիկյան մոդուլային կայան աշխարհի ոչ մի երկրում չկա։ Հայաստանը կլինի առաջինը, որ դրանք կկառուցեն։ Բայց կկառուցեն արդյոք։ Մանվելյանը կասկածում է, թե Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ավարտից հետո ընդհանրապես որևէ ատոմային կայան լինելու է Հայաստանում։ Հայկական ատոմակայանը փակելու Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն իրագործելուց հետո Հայաստանի իշխանությունը հենց այդ երկրներից էներգետիկ կախվածության մեջ է հայտնվելու։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Այլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։